Հռոմի Պապի այցը Թուրքիա։ Ինչպես եք գնահատում։ Շատ դրական։ Ասեք։ Շատ դրական, որտեղ դուք եթե այս կամ այն կերպ փորձում եք վերլուծել իրականությունը, որում մենք իրականում ապրում ենք, Վատիկանի եւ Վատիկանի գրադարանների եւ արխիվների դերը դուք չեք կարող թերագնահատել։ Եվ Հռոմի Պապի այցը Թուրքիա իրականում շատ դրական է, որովհետեւ ավելի լավ է նմանատիպ այցեր լինեն եւ այդ այցերի շնորհիվ ինչ որ բան քննարկվի, քան հետո բան տխրոպատարակներ հնչեն։ Այսինքն ես ընդհանուր առմամբ կաթոլիկ եկեղեցու դերը շատ բարձր եմ գնահատում հիմա, մանավանդ, որովհետև ինքը համ ուկրաինական պատերազմից վերա, այսինքն ոչ ձեր բան չի անում, համ այս կամ այն կերպ փորձում է պատասխանատվություն ստանձնել այդ փոքր եկեղեցիների համար։ Մասնավորապես Վատիկանի դերը մեծ էր նաև Իսրայելի այդ կոնֆլիկտի մեջ, որտեղ ինքը ժամանակ առ ժամանակ հայտարարություններ էին անում եւ գործողություններ են անում, որոնք դրական են անդրադառնում քրիստոնեական համայնքի վրա թե Գազայում, թե Իսրայելում։ Ամեն դեպքում կաթոլիկ եկեղեցին քրիստոնյա եկեղեցիներից ամենահզորն է եւ ինքը ունի այն մանկական հիվանդությունները, որոնք ցավոք սրտի հայ առաքելական սուրբ եկեղեցին ձեռքաբերի անկախությունից հետո ինքը պետականությունը շատ վաղուց կաթոլիկ եկեղեցին ունի սեփական պետականություն եւ այդ բարդույթները, այդ կոմպլեքսները, բան աբիժնիկի, բան ես եմ, չէ, բան դա ինքը չունի։ Ինքը իր պետականությունը ունի, ինքը բոլոր մնացածի հետ աշխատում է, ասենք, որպես ենթակա ինքը ցանկացած քաղաքական, քաղաքացիական կամ ոչ քաղաքացիական պետության մեջ հա կարդինալ, որը աշխատում է նորմալ է, ինքը աշխատում է, բայց չի փորձում իշխանությունը վերցնի իր ձեռքը, ոնց որ բանն է անում։ Երբևիցե լսել եք, որ կաթոլիկ եկեղեցու կարդինալները կամ եպիսկոպոսները կամ արքիեպիսկոպոսները կանգնեն ասեն, այս վարչապետին մենք վերջի անգամ երևի տենց բան ա եղել, Ֆիլիպ 4-ի ժամանակ ա եղել տամպլերների, այսինքն բան չի էլի։ Ինչ վերաբերվում է Մաշելյանին հանդիպելու, ես պետք է ասեմ, որ երբ Հռոմի Պապը ընտրվեց, առաջի հանդիպումը, որը Վատիկանում անցավ եւ առաջի աուդիենցիան, որ ինքը տվեց, դա հայ կաթոլիկ եկեղեցու կարդինալներ եւ հայկական կաթոլիկ դպրոցի սաները։ Այսինքն կա այդ բան պահպանվում, ինքը պահպանում է, ինքը Թուրքիա այցելում, բայց ինչով է սայական, Թուրքիան քրիստոնեական երկիր չի, բայց ինքը գնում է Թուրքիա եւ քրիստոնեական բաներից, ինքը հանդիպում է իր կոնտրագենտների, բարձա չի նշվում, բայց հանդիպելու է նաև երևի թե չեմ պնդում, չեմ խորացել բանի հետ, հունական եկեղեցու եւ հայ-առաքելական եկեղեցու Պողոս պատրիարքի հետ։ Ի վերջո ինքը չէր կարա չգնար Անկարա, որտեղ Անկարան մայրաքաղաքն է, իսկ ինքը պետության ղեկավարը։ Ինչի համար եմ ասում Վատիկանը պետությունը, ինքը պետության ղեկավարը, ինքը չկարա բանանի տենց, չէ, կարա ինչ-որ այլ այցով անցնել, բայց ինքը ղեկավարը։ Դա որ ինքը պետք է գնա այդ երկրի մայրաքաղաք, արարողակարգով կարա գնա նաև բանի նորմալ։ Բայց ինքը հետո գնում է Պոլս։ Իսկ Պոլսը քրիստոնեական առումով Հռոմից հետո երկրորդ քաղաքն է։ Միշտ տենց է։ Այսինքն ինքը գնում է երկրորդ քաղաք։ Ես չգիտեմ, կարող է այնտեղ նշվել է, որ ինքը հայ առաքելական եկեղեցու հետ աշխատելու է, չգիտեմ, պատարակ բան։ Չգիտեմ, Այա Սոֆիա կգնա թե ոչ։ Բայց էլի կարող է հայտարարություն լինի, կարող է։ Ստամբուլի Կապույտ մզկիթ է գնալու։ Այո։ Ստամբուլ չի։ Կոնստանտինոպոլսը։ Պոլսը։ Ստամբուլը առաջացել է անգրագիտությունից։ Հունական Էստամպոլիս, այսինքն արի գնանք քաղաք ֆրազան, դարձել է Ստամբուլ։ Երեք Միլովին էի լսում, այդ ռուս ընդդիմադիր գործիչա, որը հիմա տնտեսական վերլուծություններ է անում։ Ինքը մի հատ բան ասեց, չեմ հիշում, բայց այս սովետական միությունում
Брежневի մասին բան կար, տենց ասացված կրպտ ռուսերենով ասում, Брежнев умер, но тело его живет։ Ինձ այսինքն Брежневը մահացել է, բայց մարմինը հլա ապրում է, այդ որ ուղեղը թռել էր Брежневի։ Հիմա մոտավորապես նույն բանը կարելի ասել Տրամպի մասին։ Տրամպը ընդհանրապես չգիտի ինչա կատարվում։ Խիստ կասկածում եմ, որ ինքը տեղյակ է ընդհանրապես ինչ որ մի բանից, բացի իր գոլֆի կլուշկեկից։ Այ լուրջ եմ ասում, որ նստես հետը խոսես կարող է պարզվել, որ ինքը տենց չգիտի որտեղ է։ Ինքը շատ նման է մարդու, ով լրիվ ուղեղը թռցրել է։ Այսինքն բացակայ է։ Նմանատիպ կլինիկական հիմարություն դուրս տալ, որ Ռուսաստանը ուրեմն առաջա գնում եւ գնում է զիջումների եւ Ռուսաստանի զիջումը դա այն է, որ ինքը ուրեմն Ռուսաստանը ինչ եմ ասում կլինիկական ապուշ է Տրամպը եւ Տրամպի կողքը կանգնած մարդիկ չեն, նրանք սրիկա են, Տրամպը ապուշ է։ Ուրեմն ամառվա ընթացքում այս որ հույ-բու ես վերցնենք բան, ամոթե նույնիսկ այս տարվա, չէ այս տարվա 0.4% են վերցրել Ուկրաինայից։ 0.4% տարածքով։ Զոհվածների թիվը պաշտոնապես հաստատված, ինչ որ 160,000-ից անցել է։ Չկա, в общем, դու պետք է լինես կլինիկական հիմար Տրամպի նման, որ տենց ապուշություն դուրս տաս։ Ոնց է գնահատում ընթացքը։ Ընթացքը հետևյալն է, պատերազմի ձևը փոխվել է, հրետանու դերն է նույնիսկ, չէ, դրոներով, ինֆիլտրացիաներով, ձևն է փոխվել պատերազմի, այսինքն եթե ժամանակին, երբ որ մենք խոսում ենք առաջնագծի մասին, մենք խոսում ենք հրամատների մասին, ստեղ ուկրաինացիներն են, ստեղ ռուսներն են, իրանք տենց ուռա գոռալով էս կոմենկով, հիմա տենց չի։ Հիմա չկա այդ բանը, հիմա առաջնագիծ կոչվածը 10-20 սանտիմետրանոց սենց 20 կիլոմետրանոց ինչ որ շղթա է։ Դիրքերի, հրամատների, անտառների, որտեղ խառը լցված են։ Ստեղ կարող է ուկրաինացիներ լինեն 300 մետր են կողմ ռուսական դիրքն է, այդ ռուսական դիրքից ավելի խորը դեպի ռուսական կողմ մի հատ էլ ուկրաինական դիրք լինի, այնտեղ մի հատ էլ ռուսական դիրք լինի, խառը լցված են, ով բռնում սպանում է։ Հիմնականում թեման հետևյալն է։ Պոկրովսկը, կրկնում եմ ինչի եմ ասում, Պոկրովսկը վերցնում էին անցած տարվա աշնան սկզբից։ Դուք հասկանում եք։ Այս Պոկրովսկը, որ վերջը հեսա հունիսին վերցրել ենք Պոկրովսկը, Կուպյանսկը, բան, անցած տարվա հունիսից։ Դուք մոտավորապես պատկերացնեք հիմարության մասին է խոսում Տրամպը։ Պարոն Սարգսյան, հիշեցնեմ նորից Կասպարովի ձևակերպումը, հարցնեմ ինչու է նա այդպես խիստ, նա դուք ասում եք դուք հիմա հանձնում եք Ուկրաինան։ Որովհետև ամերիկացիների դիրքորոշումը մեծ հաշվով հետևյալն է։ Վիտկոֆը, որը անշարժ գույքի եւ ձեռի հետ Ռուսաստանի գործակալ է, սրիկայաբար Ամերիկայի Միացյալ Նահանգները ծախելով Տրամպի խաչով թաղեց նաեւ Ամերիկայի շահերը եւ ծախվեց Ռուսաստանին։ Այս պարագային ամբողջ աշխարհը ապշած ամենած։ Որովհետև ինչ որ բանի են մանուկ տարիքում ձիվան բռնաբարող J.D. Vance-ի ընկերնա գալի, ինչ որ բաներով խոսում է, բայց վերջ տանք ես բանին պատերազմի նարագի մեջ էսի փագեք բան շուտ, դե ծախում են, ինչ եք ուզում, ծախում են, այնքան վատ են ծախում և այնքան խայտարակ վիճակ է, որ ուշադրություն Major Retailer Green-ը դուրս եկավ։ Իսկ դա մագա շարժման հիմնադիրն էր։ Այն մարդիկ, ովքեր հետևում էին Ամերիկայի ներքին քաղաքականությանը, հիմա էլ, պարոն, չեմ հիշում, Վիսկոնսինի, եթե չեմ սխալվում, կոնգրեսական եւս հանրապետական, էլ ասում ասա խայտարակություն, դուք ծախել եք Ուկրաինան, Ամերիկայի շահերն եք ծախել, ես էլ եմ մեծաճյուղ հավանականությամբ դուրս գալի։ Սա նշանակում կարող է հունվարի 6-ից 10-ից հետո Տրամպը կոնգրեսում մեծամասնություն կորցնի, հələ ընտրությունների մասին ձեն չկա, այդքան վատն է վիճակը։ Բայց նաև գնում է այդ ռիսկի։ Չի գնում այդ ռիսկի։ Նոբելյան մրցանակ է ուզում։ Ահա, այդ ճիշտ։ Վերջի օրը հունվարի 1-ն է։
Ինքը պետք է ցուխտը ստորագրել տա, մինչև ասենք դեկտեմբերի 10-ը, որ հետո հավաքի այդ իր նոքյարներին, որ սարքեն այդ դիմումը ուղարկեն Օսլո։ Դրանով եք պայմանավորում թե Միանշանակ։ Պուտինի հետ ինչ։ Չէ, այդ ինքը Պուտինի հետ 90-ականներից Ռիբալովը իր տունը առել է 90-ականներին սաղ ռուսական մաֆիան ու բանը ապրում էին իր Տրամփ թավերներում, այդ բոլորը գիտեն եւ բոլորը թքած ունեն։ Մի մոռացեք, Տրամփը հանդիսանում է դատարանով հաստատված հանցագործ։ Ինքը հիմա նստած չի, որովհետև գոյություն ունի նորմ ամերիկյան օրենսդրությունում, որ նախագահին չես կարող նստացնես։ Այդ է միակ պատճառը։ Ինքը ուզում է, որ այս թեման շարունակվի, ինքը ոչ թե պատմության մեջ մնա քրեական հանցագործ 32 կետով մեղադրված, որը չնստեց, որովհետև նախագահ ընտրվելուց հետո էլ տվեց այլանդակեց, ինչին կպավ սաղ ապականվեց։ Ոչ միայն ասենք իր վիժվածքներին լիքը փողի հնարավորություն տա եւ կաշառք հավաքի սաղ աշխարհից իր հիմնադրամներում, այլ նաեւ Նոբելյան մրցանակ ստանա, որ ինքը մաքրվի նրանից, որ ինքը քրեական հանցագործ է եւ չի բացառվում, բայց չի էլ հերկվում, որ Էփշտեյնի կղզում անչափահաս աղջիկների է բռնաբարել։ Չի հերկվում այդ փաստը։ Եվ էսա ամբողջ պատճառ Տրամփի մոտիվացիան ինձ համար շատ պարզ է, դրա համար եմ ասում, բեդովլատ, ապա պետական։ Ինքը եւ պետականությունը կապ չունեն։ Սենց ասեմ, որ պատկերացնեք Տրամփի համեմատ Նիկոլը Շարլ դե Գոլը